Այսինքն, եթե դուք ինֆրադոմեկներանը, որ ինձ գուցե հուշում են վերնակիր գրելուց, ես մեր կարծիքը կարող եմ ունենալ ձեր մասին, մտածելով, որ ձեզ հուշում են ինչպես նիստ բաներ։ Դուրս գնացեք դատավորից։ Ով էր ասում ապրես։ Ում ասեցիք ապրես։ Օսկար, մարդու ինքնուրույնության մասին է։ Լրագրում գործը բանալեցիք, հատարեցիք, միջավցը։ Շարունակում է հատարությունները խնդրել։ Լրագրում է բան։ Գիտական կարող եք հասկանալ ինչու Ինչ է կատարել։ պետք է հասկանաք, որ հասկանեք ինչ կատարվեց։ Կե հետևեք հետագայում։ Կոդերը Ինձ իմ կազմից ցույց տվեցին, ամեն անգամ ինչ որ այսպես ընդգծումներ, իհարկե նաև ասեցին, թե Երևան Today լրատվականը, չգիտեմ, ում է պատկանում կամ ես դերություն չունեի, բայց չի կարելի էլի, ժողովուրդ, ամեն անգամ տեսնում եք, որ պարոն Քոչարյան, դուք տեսնում եք, որ այստեղ հնարավորինս մաքսիմալ իրավունքը նախագահ ապահովում, որ չխախտվի, բայց ամեն անգամ չի կարելի այս կամ այն եղանակով փորձել այսպես Ինչի մասին է բայց խոսքը, պատվարժան դատարան։ Պարոն Արտեվանյան չծավալվենք էլի այդ ինձ թվում է Զուգ է համաձայն չէ որ պետք է չնալու, բայց այս եթե հրապարակային եղավ մեզ է սկսեց։ Հիմա մենք ուզած գնալու ենք որներ Երևան Today-ի երկրպագու դառնանք, հասկացենք փոքր ինչը չենք Դատարանից նոր բացեցի վերնագիրը այս պահին հակասահմանադրական ճանաչված գործով վերջական դատական նիստը սրա մասին չէ թերթեք ինչը ես եմ ազգային ժողով լավ ասեմ ամեն անգամ ընդգծում եք հատարում նախին քեփրական դատավորի մասնակցան բացակ ունեք ժողով հայտնեք բացակ եք հայտնում չեք բնդում հետո չգիտեք ցանկացած բանի բան եք ասելու ասեք ստացվում է պատի տակի խոսակցություն բան եք ասելու տղամարդավարի ասեք իրար աչքերի մեջ նայեք բարձաբանեք թե ինչ է նշանակում ամեն անգամ ընդգծեք նախին քեփական չեք ասում բան եք ասում ասած ես մի հատ ճիշտ ասացի բացակ եք ասում հայտնեք ներողություն եմ խնդրում արդեն մեր Արմենիան խողովակները հավատացեք, ես էլ մեղադրանք իմ կապեր ունեմ, կարող խողովակները ճշտեմ, թե ոնց ա լինում։ Կընտրեմ շահանակին հանրապետի չեն վերածում։ Առարկեմ Ամեն անգամ առարկեմ։ հայտարարության կարգով պնդման ձևով, որովհետև մենք որպես պաշտպաններ կամ ոչ պաշտպաններ, այլ որպես ոնց է հրավիրված փաստաբաններ, նշել ենք ինչի բացարկի հետ կապված դիրքորոշության կարող ներկայացնել։ Հայտնել եք, դատարանը քննարկել։ Ասեմ ավելի պատվարժան դատարան, կներեք, էլի, եթե թույլ տաք, ես ինքս ձեր կենսագրությունում առկա տվյալի վերաբերյալ իհարկե ի վերջո չստացվեց դա որպես բացառ, բայց բոլոր դեպքերում դատարանը դա քննության առարկա դարձրեց։ Որևէ մի հանդիպում ամեն օր կրկնենք։ Հիմա պատվարժան դատարան, բացելուց հրապարակին պատվարժան դատարան, իդեպ որ ասում էիք իրար աչքերի մեջ նայելով, կարծում եմ հենց մենք միասին այդ այսպես ասած քննարկումը միասին ունեցել ենք եւ որևէ մի բան վերագրել պաշտպանական կողմին, թեկուզ ակնարկով դա ընդունելի ձևաչափ չի։ Կարծում եմ մենք այդքանը վաստակել ենք, որ եթե մի բան ունենում ենք, ասել ուղիղ ասում ենք։ Առնվազն այդ տպավորությունը պետք է կապ չունենք։ Իհարկե կապ չունենք։ Շատ լավ, շատ։ Իհարկե կապ չունենք։ Շատ լավ։ Ես հուսով եմ, որ ձեր մոտ տպավորություն չի, որ կապ ունենք, որովհետև նորից եմ ասում բոլոր դիրքորոշումները։ Ես էլ հույս եմ, որ եթե ինչ-որ կասկածներ լինի, որ ես այս կամ այլ կերպ ամեն անգամ վերնագրած քաղաքական ուժի հետ կապ ունեմ, դուք անպայման կբարձրաձայնեք, մենք կբարձրաձայնենք։ Բոլոր Ալամ աշխարհի լրագրողներին կկանչենք ու երբեք կհասկանանք։ Դուք ձեր փաստարկները կբերեք, ես էլ ձեզ նայելով հակափաստարկներ։ Ես իմ միտքը ավարտեմ, եթե իհարկե դուք ունենաք փաստարկները։ Ես իմ միտքը ավարտեմ, հետո գործընկերս որ դիրքորոշում ասեց, ուրեմն հետևյալն է։ Իրոք անենք Պարոնակ իրավիճակը, որ զննվազնանատեն, որ հրապարականության խնդիր առաջան։ Ես նմարակի վավացքով դատանասերության դատավարության հրապարականությունն է խախտում։ Հիմա նայեք, ձեր մոտեցումը… Հրապարացում է հիմա։ Չէ, կոնկրետ դուք հիմա կոնկրետ գործողություն իրականացրեցիք, գնահատական տվեցիք կոնկրետ լրատվամիջոցին, լրագրողին, ես ոչ լրատվամիջոցն եմ, լրագրողի չեմ ճանաչում, լրատվամիջոցից փորձեցի հասկանում ինչա դեռ։ Հիմա նայեք, դուք ասում եք ամեն անգամ ինքը ինչ-որ բան ասում։
Իսկ ոնց վերաբերենք մենք, այսինքն կոնկրետ Սպահան Արամյանը, բան Քոչարյանը, բան Խաչատրյանը, որ արդեն 7 տարի է տարբեր լրատվամիջոցներով մեծ մասին ինչ ասես գրում են, մեղադրանքներ են առաջարկում։ Այսօրվա անգամ երկրանից առաջ հրապարակված դատախազի ելույթը արդեն ներկայացնում է որպես մեղադրանք, որ բոլորին նորից մեղադրանք առաջադրեցին եւ ոչ մեկի մոտ Պարոն Գևորգյան, ես դա եւս քննած իմ համար անընդունելի է ցանկացած նման պատիտակի կամ հետևից ինչ որ բան խոսա, հարց կա, ես սիրում եմ յուրաքանչյուր հարցի շուրջ ուղիղ խոսել։ Եվ անպատասխանատու հայտարարություններ չեմ սիրում։ Լրատվամիջոցները չունեն այդ հնարավորությունը ձեզ հետ ուղիղ քննարկելու կամ ձեր կարծիքը ճշտելու կամ ինչ որ լրատվամիջոցները բազմիցս կապ հաստատում են մեր լրատվականի հետ, պարզաբանումներ տվել ենք, ավելի մանրակրկիտ պարզաբանում։ Անկամ չգիտեմ, պարոն Պողոսյանը հարցին ի պատասխան վերջին իմ մասնակցությունը այդ քաղաքական ուժի հետ առիթին են բարձրացել, որը կարող է ընդհանրապես չի կարելի ժողով թողեք, մի կողմ թողեք, մենք մեր դատավարությունը շարունակենք։ Դուք անգամ չգիտեք ու գաղափար չեք էլ կարող ունենաք, թե դատարանի որոշում պետք է կայացնել։ Այդ դեպքում դուք հավասարաչափ պետք է դիմեք բոլոր լրատվամիջոցներին, որ այս գործով ներգրավված մարդկանց վերաբերյալ որևէ կարծիք չունենեն, Դուք դիմեք եւ նաեւ ասենք, ասենց փակ եկեք նույն տանը ոչ մի բան։ Որտեղ հակառակ դեպքում ես օրինակ հիմա պայմանական ասած Եվրոպայի խորհրդում երբ որ շփվում եմ Դավիթ Պաշտոնյանների, մեր լրատվամիջոցների ստացված տեղեկություններն են իրենք քննարկում։ Բայց ճիշտ է, որ սենց բաներ են, բայց ճիշտ է, որ սենց են եղել։ Բայց այդ մարդկանց հետ ասեք, այո, դատավորը չի հերքում։ Ինքը ասում, դատարի տեխնացու է դա եղել։ իրականության Ոչ մեկ չի հերքում, բայց ժողովուրդ չի կարելի ամեն անգամ հիմա ոնց որ կենցաղային զրույցին վերացում, բայց մենք այդ միշտ հասկանանք, չի կարելի ամեն անգամ ինչ որ դուք մի բան գտել եք, եթե դրա տակ ինչ որ բան կա, դուք գտել եք մի բան, եկեք բարձրաբար հասկանում եք։ Իսկ ամեն պատասխանատվությունը ասում եմ, որ այս դատական նիստերի դարիճում բացառապես օբյեկտիվ դատավարություն են ընթանալու։ Ձեր ասածից ուղղակիորեն բխում է, որ դուք ունեք համոզմունք, որ անձամբ ես, փաստաբան Արամ Օրբելյանս, լրագրողի հետ նյութի վերնագիր եմ քննարկել։ Նույնը վերաբերվում է ներկա որևէ անդամից։ Հիմա Ձերքով եք մեր կողմից։ Հիմա նորից եմ ասում, նման պնդում անելու համար պետք է ունենաք հիմքեր։ Միայն փաստը, որ կոնկրետ լրատվամիջոցը դերական կամ բացասական վերաբերմունք ունի քաղաքական որոշակի ուժերին, այդ թվում նաև որոշակի փոխկապակցվածություն ունի կամ չունի, հիմք չի տալիս ենթադրել, որ կոնկրետ առանձին անձինք, տվյալ դեպքում կոնկրետ քաղաքացի կամ փաստաբան Արամ Օրբելյանը իրականացնում է լրատվության միջոցի գրաքննություն։ Դեռ հարց ուղեցի։ Չէ, դուք հիմա լրագրողի հետ ինչ քննարկեցիք, մենք ուղղակի ուզեցինք հասկանանք ինչի մասին է, դրանից հետո շուրեկակ ու առնվազն իմ ասացի վրա, մեր վրա։ Լրագրողին էլ ասում ձերքով մեր կողմից։ Ես ասում եմ, ես հարց ուղեցի այս կողմից։ Ասում եմ ինչ վերնագրել։ Ասենք ոչ, բայց դուք դրանից հետո ասիք, եթե բան ունեք ասելու, վերեք ընդհանուր քննարկենք։ Ես նորից եմ գրել։ Ես ողջամիտ կասկած ունեցել եմ բարոն։ Մենք էլ Եթե ողջամիտ կասկածը ձեր ողջամիտ կասկածը բարածվեց։ պետակայում Ձեր ողջամիտ կասկածը բարածվեց։ այս այ դրությամբ այնպես ինչ հրապարակվեց Բարածվեց։ Բարձրական դատան, ուղղակի իրավական առումով, եթե դուք տենց ողջամիտ կասկած ունենաք մեր նկատմամբ, այդ պայմաններում ոնց ենք մենք անաչառ դատավարություն ունենալու, եթե դատարանը արդեն իսկ նույնիսկ նման բան կասկածում է։ Ես անկեղծորեն եմ ասում, հիմա դատական առաջի դեպքը չէր։ Պատվարժան դատան, մի բան ասեմ, էլի ես օրինակ լրիվ տենց, քանի որ մի քիչ կենցաղային բնույթի դետալ քննարկեցինք, նախորդ դատական նիստին հիշում եք, չի ինչ տեղի ունեցավ։ Ես ինքս որևէ մի բան ավել ինձ թույլ չտվեցի։ Հիմա նույն հաջողության ստացվում է դուք այ ոնց հիմա արձագանքեցիք, չէ՞։ Դուք նախորդ դատական նիստին տենց չարձագանքեցիք։ Նիստին ներկա չի, դրա համար չեմ ուզում ոչ անունը տամ, ոչ էլ խոսեմ։ Հիմա նույն հաջողությամբ ես կարամ այդ ժամանակ ասեմ, ես ողջամիտ կասկած իմ մոտ առաջացավ դատարանի մոտեցման տեսանկյունից, բայց չեմ ասել այդպես բան։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։